Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանը հանձնարարական համար 22 ներկայացնել տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված սպորտային միջոցառումների վերաբերյալ։ Արգելի պարոն քաղաքապետ, ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության կողմից 2025 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Խնդրում եմ ուշադրությունը էկրաններին։ Հուլիսի 12-ին Երևան քաղաքում անցկացվեց 5 կիլոմետր երկարությամբ Երևանյան վազքի մրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 650 վազորդներ։ Հաղթողները եւ մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով, հավաստագրերով եւ նվերներով։ Հուլիսի 15-ին Երևանի հեծանվահրապարակում անցկացվեց հեծանվա սպորտի Երևանի բաց առաջնություն միջազգային մրցաշարը։ Հուլիսի 31-ին Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացրել են Երևան քաղաքի տարեցների մրցումներ շախմատ, շաշկի, նարդի եւ դարտս մարզաձևերում։ Օգոստոսի 12-ին սկեյթ պարկում անցկացրել են երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի շրջանակում գործել են թեմատիկ տաղավարներ, տարաբնույթ աշխատարաններով եւ ժամանցային կանգառներով։ Օգոստոսի 26-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ Երևանում անցկացվեց Հայաստանի պարասպորտի հանրապետական փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին շուրջ 170 հաշմանդամություն ունեցող մարզիկ-մարզուհիներ։ Մրցումներն անցկացվեցին անվասայլակով հոկեյ, անվասայլակով բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, պարածանրամարտ, պարաաթլետիկա 3 մրցաձևով, բոչյա եւ շոուդաուն մարզաձևերից։ Սեպտեմբերի 6-ից 7-ը Ազատազեն հասարակական կազմակերպության հետ անցկացրեցինք հրաձգության հանրապետական մրցույթ, որի ընթացքում մրցել են 52 հրաձիգներ։ Առաջին 3 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են հրազեններով, իսկ յուրաքանչյուր հիմնական փուլում լավագույն արդյունքը գրանցած մասնակիցները պարգևատրվել են զրահաբաշխումներով։ Սեպտեմբերի 22-ից 27-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրեցինք բարեկամության գավաթ բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 5 երկրների 180 մարզիկներ։ Սեպտեմբերի 28-ից 30-ը Հայաստանի ուսումնասիրության ֆեդերացիայի հետ համատեղ անցկացրել ենք ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ Հարություն Խաչատրյանի եւ Ալբերտ Մնացականյանի հիշատակին նվիրված Ունահորմայական ոճի ուսումնասիրության բաց առաջնություն միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 4 երկրների 270 մարզիկներ։ Հոկտեմբերի 4-ից 5-ը Արմարաթոն մարզակրթական հիմնադրամի հետ համատեղ անցկացրել ենք Երևան մարաթոն ամենամյա վազքի մրցույթը 1, 5, 12, 21, 42 կիլոմետր մրցատարածություններով, որին մասնակցել են շուրջ 3000 վազորդներ։ Հոկտեմբերի 11-ին Երևանի 2807 ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի հետ համատեղ անցկացրեց Երևան նոկաուտ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի գոտու տեխնացուական մենամարտեր։ Միջոցառման նպատակն էր 2026 թվականին Երևանում անցկացնել որևէ վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտեր։ Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ, որ բռնցքամարտի միջազգային մրցաշարերը բարձր մակարդակով կազմակերպելու համար Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի նախագահ Յոաննոս Ֆիլիպատոսը ձեզ է փոխանցել շնորհակալական նամակ եւ հուշանվեր, ինչը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել անձամբ հանձնել ձեզ։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Մակվեցյան, մեծ հաճույքով կընդունեմ մեր բռնցքամարտի ներկայացուցիչներին։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։